ձեզ համար խորտ չեն այսպիսի դատական պրոցեսները, այսօր ինչ ակնկալիքով եք այստեղ եւ ըստ ձեզ Համբարձումյան Դավիթը ինչով է խանգարում իշխանություններին։ Համբարձումյան Դավիթը բարձր հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործիչներից են, եզակի ընդդիմադիր գործիչներից է, ով բարձր հեղինակություն ունի, իսկ բարձր հեղինակություն ունեցող բոլոր ընդդիմադիրները իրանք վտանգ են ներկայացնում այս իշխանության համար եւ շատ արագ հայտնվում են բանտերում։ Իշխանությունները պնդում են, որ այդ քաղաքական կշիռը օրինակ չունի Համբարձումյանը, սա արհեստական է փորձում, ասում են ընդդիմադիրները, արհեստական են այս օրակարգը բերել։ Որ օրակարգը։ Որ Համբարձումյանը ունի քաղաքական կշիռ, հեղինակություն եւ այլն, հենց Ալեն Սիմոնյանի ակնարկը դրան էր ուղղված։ Տեխնացու բերելը համարում են արհեստական, հա, այդ գործընթացի հետ միասին impeachment-ը։ Այստեղ ես երկրում արհեստական մենակ մի բան կա, իշխանությունն է, որ արհեստական պահվում է, ընդ որում արդեն երևի կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ պահվում է դրսի ուժերի պարտադրանքով, այսինքն նույնիսկ հանրության շրջանում բացարձակ աջակցություն չունեցող իշխանություն։ Արհեստական մի բան կա։ Իշխանությունները ամբողջ աշխարհում գնում են ռեպրեսիաների, լավ օրից չի դա։ Եթե ասենք 18 թվականին, երբ որ այդ հեղափոխությունը եղավ, էլի քննադատում են, քննադատողներ կային, ինքս էլ այդ քննադատողների մեջ եմ եղել, ու էլ շատ մարդիկ կային։ Ինչ է ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն կոչ էր անում իր համակիրներին իրենց քննադատողներին նորմալ վերաբերվել, չգիտեմ ինչ անը, ոչ մի հետապնդում ըստ էության չկար, որովհետև այդ ժամանակ ժողովրդական աջակցության մեծ ալիք գոյություն ուներ, այդ ժամանակ այդ քննադատողները որովհետեւ վտանգ չէին ներկայացնում իրենց իշխանության համար։ Դավիթ Համբարձումյանը ընդդիմության միասնական թեկնածուն է վարչապետի impeachment-ի գործընթացի եւ հենց մենակ այդ դրանով արդեն բավարար է։ Իմ կարծիքով պատահական չի Դավիթ Համբարձումյանի ընտրությունը որպես թեկնածու։ Իսկ պատահական մարդ չի։ Դավիթ Համբարձումյանը այն մարդն է, ով 2018 թվականից հետո ջախջախիչ հաղթանակ կա տարել իր համայնքում։ Ջախջախիչ հաղթանակ։ Երբեք չհամակերպվեց, հա, Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ հենց այն ամենասկզբից, երբ որ բարձր էйֆորիա էր։ Բայց ինչ համակերպվելու բան կա դե։ Այսինքն, բոլոր այն մարդիկ, ովքեր համակերպվում են, ինչ որ երևի շահերի կամ բանը չէ, բայց ես Դավիթին որպես նաև անհատ եմ ճանաչում, ինքը տենց շատ այսպես ձիգսարթ տղամարդկանց տեսակին է պատկանում, ինքը տենց գիտեք հանձնվող չի, այո, իհարկե հանձնվող չի։ Եվ այսպեսիներ էլի կան մեր կողքին, մեր ընկերների մեջ դիք կան։ Ռեպրեսիվ ապարատը այսպես ավելի է ահագնանում։ Մենք տեսնում ենք մարդկանց, հա, ովքեր նաև ծանր հիվանդություն ունեն, իրենց են սկսում հետապնդել, կալանքի տանել կամ, չգիտեմ, տանում են հիվանդանոց, հետո նորից խափամմիջոցը կալանք են կիրառում, տունտունիկի նման, հա, կարծես, եւ նաև հացադուլի մեջ գտնվող անձանց մասով մենք տեսնում ենք Նարեկ Սամսոնյանի հետ ինչ է կատարվում։ Ռեպրեսիոն մեխանիզմը անխափան աշխատելու այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության հիմնական առաջնորդային հատվածը որդեգրել է ռեակցիոն քաղաքականություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մի հատ ինչ-որ հիմարություն է անում, ընդդիմադիրների հետ մի հատ հատված կա, զբաղվում է այդ հիմարությանը պարզագանքելով, պատասխանելով։ Այս ու անունը դնում են քաղաքականություն։ Քանի պրոակտիվ, ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ քաղաքական գործընթացներ չկան, քանի նախաձեռնությունը ընդդիմությունը չի վերցնում իր ձեռքը, ասենց միշտ լինելու է, դեզ էլ են բռնելու, տեղի տալիս, Փաշինյանի նյարդերն էլ են կարծես տեղի տալիս։ Այսինքն մեր խնդիրը Փաշինյանի նյարդայնացնելն է։ Կարծես թե ինքն էլ չի կարողանում արդեն, բայց ինքն էլ կարծես թե չի կարողանում արդեն դիմանալ, հա, այդ ճնշումներին, ադրբեջանա-թուրքական եւ այլը, եւ մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվում, սահմանադրական կարգ է ըստ էության տապալում։ Այո, սահմանադրության կարգը տապալում եւ դա նոր չի տապալվում, դա տապալվել է ժամանակվեց մինչեւ հիմա, այսինքն ինչը ճնշումները, գիտեք, մենք չենք հավաքվել, որ
Փաշինյանի ճնշումը բարձրացնենք, մենք հավաքվել ենք, որպեսզի իրան հեռացնենք իշխանությունից, նորմալ ապրենք։ Ինչ։ Երբ կհեռացնեք, երբ կստացվի։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի դա տեղի ունենա վարկյան առաջ։ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի այն ժամանակ, երբ որ ընդդիմությունը առաջին հերթին համախմբվի, իրապես ցանկություն հայտնի Նիկոլ Փաշինյանին փոխելու, դրանից մի ժամ հետո Նիկոլ Փաշինյանից նետարը կմնա այստեղ։ Համախմբվել են ընտրությունների օրակարգի շուրջ, նախընտրական փուլեր են կարծեք, բոլորի մոտ նախընտրական աժոտաժը։ Ներեք, ինչ նշանակում համախմբվել ընտրությունների օրակարգի շուրջ։ Ուրեմն ձեզ տեղեկացնեմ, հարգելի հանրություն, ընտրությունների օրակարգի շուրջ աշխարհում երբեք ոչ միտեղ ոչ մեկ չի համախմբվում։ Ընտրությունները իրանք մրցակցային process են, ընտրությունը պարակտող ըստ էության գործընթաց է։ Անհնար է համախմբվել ընտրությունների շուրջ։ Դաշնորհ են կազմվում, միավորումներ։ Դա չի նշանակում համախմբվել։ Դա նշանակում է խոշոր, այսինքն անհատ ձեռներեսները մի քանի CP են դառնում, դա չհամախմբում չեղավ։ Դա եղավ, ասենք, մի քանի ուղղություններով մանր-մունր, այն էլ կներեք, խիստ կասկածում եմ որոշ ընդդիմադիրների ցանկության վրա Նիկոլ Փաշինյանին փոխելու խիստ կասկածում եմ։ Ասեք։ Ավարտեցիք ձեր Ալեն Սիմոնյանն ասում է, որ 2026 թվականին նրանք 54%-ից էլ բարձր ձայներ են ունենալու, ավելի շատ ձայներ են հավաքելու, քան 2021 թվականին։ Եթե ամեն ինչ շարունակվի այսպես, այսինքն ընդդիմության պարապուրդը այսպես այն հատվածի, որը առաջնորդության հայտ է ներկայացրել, շարունակվի այսպես, կարող ավելի շատ է հավաքեն։ Այսինքն դա ոչ մի բան չկա այս կողմում, իսկ այն կողմում ակտիվ տենում ենք, ինչ ասես անում ենք, քաղ բանտարկյալներ, ձերբակալ։ Խորհրդարանում ելույթներ են ունենում, ձեզ ասեմ, խորհրդարանում ընդդիմադիր սուր ելույթներ են ունենում։ Դե այդ ընդդիմադիր սուր ելույթներով թող ինչ ասեմ, Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, տենամ կարան։ Այսինքն Ջորջ ջան, այնքան պարզ է, այնքան ռացիոնալ է ամեն ինչ։ Ու ես ձեզ կոչ եմ անում, հարգելի լրագրողներ, ջերմոցային պայմաններ մի ստեղծեք ընդդիմադիրների համար, սկսած ինձանից։ Այսինքն եթե մարդը հելնում է պրոստը Նիկոլա քրվում, դա չի նշանակում, որ պետքա իրան անհարմար հարցեր չտակ։ Հակառակը, ինչքան սուր հարցեր տակ, ինչքան ընդդիմությանը ստիպեք, ճնշեք, բզեք, այնքան իրանք կաշխատեն, այնքան արդյունքը ավելի շատ կլինի, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ։ Այդ ջերմոցային պայմանները, որ ստեղծվում է, հասկանում եմ բարոյական տեսանկյունից, մտածում ենք դեմա մարդ են, մեղք են, տանջված են, հալածված են, բայց դեմա տենց էլ պարապուրդի են, արխային են ընկնում, այսպես ասած, պարապուրդի են մատնվում։ Անընդհատ պետք է պահանջատեր լինենք։ Մինչև այդ հողը մենք հերկենք, չպարարտացնենք, ընդեղից նորմալ ընդդիմադիր ուժ չի ծալելու ժողովուրդը։ Իրենց ընտրողները գոհ են։ Դե գոհ են, շնորհավորում եմ բոլորին, ովքեր գոհ են, ինչ ասեմ, շնորհավորում եմ, շնորհակալություն ձեզ։